Առաջինը պետք է հասկանանք հավաքական ընդդիմության տակ ինչ ենք հասկանում, հետո շարունակենք, որտեղ ցավոք սրտի դաշտում կան նաև ընդդիմադիրներ, որոնց հիմնական նպատակը նա է, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո հաղթի, հա, դա առաջին հերթին փոշիացնողներն են եւ երկրորդ հերթին այն ընդդիմադիրներն են, որոնք ժողովրդի մեջ հիասթափություն են տարածում, ասելով, որ բոլորը նույնն են, հա, եւ ընդդիմությունը եւ չգիտեմ իշխանությունները իրենք նույնն են, այսինքն պետք չի գնալ, արդեն կանխորոշված է Նիկոլի ընտրությունները կեղծել է, այսինքն եթե այս մարկանց հանենք, արդեն կարող ենք հավաքական ընդդիմությունից խոսալ եւ հավաքական ընդդիմությունը իրեն կարտահայտի ընտրություններից հետո, հա, կախված արդյունքներից, այդ ժամանակ պետք է լինի հավաքական ընդդիմություն։ Ընտրությունների գնան միասնական դաշինքով, դա ամենամեծ սխալն է, հաշվի առնելով Մոլդովայի շատ վատ փորձը, երբ որ ուղղակի, տեսեք, բոլորը միավորվեն մի դաշինքի մեջ, մտնեն ընտրությունների եւ այնուհետեւ ընտրություններից հանեն, հա, կենտրոնական հաջողը որոշի, որ ինչ-ինչ պատճառով չի համապատասխանում օրենքի այդ դաշինքը հանում են, ով է մնում տակը, ոչ մեկ։ Դրա համար այս տարբերակը լավ է եւ երկրորդ առումով ինչով է դա, որ այստեղ հնարավորություն է տրվում յուրաքանչյուր կուսակցության դաշինքին առավելագույնս հավաքել իր շուրջ իր համակիրներին, որոնք ինչ-ինչ այլ պատճառներով երբևէ չեն գնա ընտրության, եթե ենթադրենք իրենց նախընտրած քաղաքական ընդդիմադիր գործիչը չմասնակցել ընտրությունների։ Դրա համար այս սխեման գնալ տարանջատված ընտրությունների եւ ընտրություններից հետո միավորվել հանուն մի նպատակի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի, դա ամենաօպտիմալ տարբերակն է։ Այստեղ էլ եմ ասում, պետք է ազատվել փոշիացողներից եւ հիասթափվողներից եւ աշխատել սեփական էլեկտորատի հետ։ Հիմնական, այսպես ասենք, երկու գործողություն պետք է լինի ընտրություններին, գնալ ընտրությունների եւ ընտրել անցողիկին ընդդիմադիրների մեջ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։